Казахстана, пришли погулять. Գուլդարը Հայաստան է եկել Ղազախստանից, սիրում է Երևանը, բայց այս անգամ ժամանելուն պես միանգամից նկատել է գնային կտրուկ փոփոխությունը։ Цены бешеные. Ամռանը գները խելահեղ են, ձմռանը ավելի նորմալ էին։ Գուլդարը միակը չէ, որ նկատել է, գները Հայաստանում բարձրացել են։ Նույնիսկ եվրոպացի բարձր եկամուտներ ունեցող զբոսաշրջիկների համար Հայաստանը այլևս բյուջետային ուղղություն չէ։ Մի քիչ թանկ է, որոշ բաներ արժեն այնքան, որքան Լոնդոնում, հյուրանոցներն էլ են թանկ։ Երբ մենք գալիս էինք, մտածում էինք հարմար գներ կլինեն, բայց տեսել եք, ինչ թանկ են ռեստորանները կենտրոնում։ Իհարկե, ուտելիքը շատ համեղ է, սպասարկումը շատ լավն է, բայց այս գներով Եվրոպայում էլ կհանգստանաս։ Զբոսաշրջության ոլորտի մասնագետները փաստում են, եթե քովիդից հետո ներքին տուրիզմը վերելք էր ապրում, ապա վերջին 2 տարում պատկերը կտրուկ փոխվել է։ Պատճառը լոու-քոստերների մուտքն է հայկական շուկա։ 2025-2026 թվականի արդյունքները, ապա կասեմ, որ ներքին տուրիզմը շատ քչացել է, որովհետև ավելացել են չարտերներ եւ Եվրոպան ավելի հասանելի է դարձել, տոմսերը, ավիատոմսերը ավելի մատչելի են դարձել եւ տեղացիները ավելի շատ նախընտրում են ցավոք սրտի դուրս մեկնել, որովհետև այն բյուջեն, որը նախատեսված է հանգստի համար, թեկուզ եւ շաբաթ կիրակի համար, նախընտրում են դրսում ծախսել, ինչը շատ վատ է Հայաստանի տուրիզմի զարգացման համար։ Բայց ո՞րն է բարձր գների հիմնական պատճառը։ Արդյոք կա պետական մեխանիզմ, որը վերահսկում եւ զսպում է հյուրանոցների, հոսթելների գնային քաղաքականությունը։ Խնդիրը պետական կառավարման վերահսկման մեջ է, որովհետև մենք Հայաստանում ցավոք սրտի որպես փորձագետ, տուրիզմի փորձագետ կարող ենք փաստել, որ չունենք վերահսկման մեխանիզմներ նույն հյուրանոցների, հյուրատների, B&B-ների, հոստելների, կառավարման, տարբերակման մեջ, այսինքն մենք չունենք որպես այդպիսին, օրինակ, ինչպիսին պետք է լինի հյուրատունը, ինչ գնային կատեգորիայում պետք է լինի, ինչպիսին պետք է լինի հյուրանոցը, որպեսզի այն համարվի օրինակ 5 աստղանի, 4 աստղանի, այսինքն օգտագործում ենք միջանցքային տենդենսներ, բայց թողել ենք դրանք կառուցապատողի կամ մարդկանց վրա, ովքեր տնօրինում են դրանք, իսկ դա սխալ է, այսինքն պետական մասշտաբով պետք է սա վերահսկելի լինի, նրանք պետք է կառավարեն։ Շատ հաճախ Հայաստանի գները համեմատում են հարևան Վրաստանի հետ, այնտեղ հաճախ ավելի մատչելի տարբերակներ կան, եւ հայ զբոսաշրջիկները մինչեւ լոու-քոստերների մուտքը Հայաստան հաճախ նախընտրում էին հենց Վրաստանում անցկացնել հանգիստը, ինչու է մեզ մոտ ավելի թանկ եւ արդյոք որակը համապատասխանում է գնին։ Եթե համեմատում ենք ամբողջ Կովկասի երկրների հետ, ես կարող եմ ասեմ, որ մեր սպասարկումը շատ լավն է, մեր սնունդը շատ համեղ է, սենյակների, չգիտեմ, հարմարավետության կարգավորման առումով ավելի լավն են, քան շատ այլ նույն Վրաստանի մնացած բոլոր երկրորդական քաղաքներում, դրանով պայմանավորված կարծում եմ օրինակ եթե համեմատում ենք Հայաստանում թանկ է, Վրաստանում էժան, սրանով է պայմանավորված, որտեղ մեր մոտ սպասարկումը միանշանակ զգալիորեն տարբերվում է բարձր մակարդակի վրա, քան ռեգիոնալ մնացած այլ տեղերում։ Եթե փորձենք մեր ընտանիքի համար հարմար հանգստի տարբերակ փնտրել Հայաստանում, հայտնի օնլայն հարթակներով փորձենք հյուրանոց բնակարան ամրագրել, կտեսնենք, որ մարզերում միջինից բարձր որակի սենյակի մեկ գիշերը սկսվում է 25-30 հազար դրամից։ Ամռան ամիսներին, որտեղ արձակուրդային ամիսներ են, ոչ աշխատանքային, ավելի բարձր արժեքներ կարող ենք տեսնել այն մարզերում, որտեղ բնություն կա, որտեղ գեղատեսիլ վայրերը ավելի գեղեցիկ են, ավելի շատ են ծառ, ծաղիկ, անտառ, Լոռու մարզն ավելի բարձր կատեգորիայի դասում, տավուշն ավելի շատ բարձր կատեգորիայի մեջ դասվում, Օրինակ, նույն բանը չէի ասի Շիրակի մարզի համար, որովհետև երբ որ համեմատենք Շիրակի հյուրանոցները ամռան ամիսներին եւ համեմատենք Տավուշի, Դիլիջանի ցանկացած հյուրանոցների հետ, պարզ կերևա տարբերությունը, որտեղ Շիրակը միանշանակ 30-40%-ով ավելի մատչելի է։ Եթե հայաստանյան մարզերում գիշերակացի արժեքը եվրոպական հայտնի տուրիստական քաղաքների հավասար է, ապա ընտրությունը դառնում է ակնհայտ։ Մասնագետը փաստում է, նույն բյուջեով մարդիկ նախընտրում են բացահայտել աշխարհը Հայաստանում ճամփորդելու փոխարեն։ Ալինա Սահակյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։